Այս ցուցանտեսը բացարիք երևույթ մնե, բացարիք, որովհետև նախ հավաքական ցուցանտես մնե, ուր 20 արվեստագետներ կմասնակցին եւ 20-ն ալ գուկան ուրեմն Հայաստանեն։ Ինչ որ կնշանակի թե Հայաստանը, որ այսօր քաղաքական գետնի վրա կամ իր հողային գետնի վրա կամ ետրացիներով հետ այնքան դժվարության մեջ է, բայց նաեւ ստեղծել այնտեղ մշակույթը բայելը, մշակույթը ապրեցնելը, մշակույթը արժևորելը, ուրեմն մեր ժողովրդի ասենք իր հիմքի մեջն է։ Ուրեմն այս ծևով է որ մենք այսօր գտնունենք 20 արվեստագետներ, նկարիչներ, որոնք իրենց կորձ պիտի ներկայացնեն, ինչ որ արդեն ըրին նախաբես Լասյոտա կամ Իստրը, ասենք կամ Մարսեյ հայ մշակույթի դամ մեջ։ Եվ որքան է տևելու ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կտևի 3 շաբաթ, մինչև հունիս 20։ Եվ ուրիշ տեղ պետք է շարունակվի, թե այսպեսով ավարտվում է։ Չեմ գիտեր, բայց կարծեմ որ բարոն Խաչիկ Աբրամյանը կնկատի նաև կամ կփորձի նաև ուրիշ տեղ ցուցադրել, որովհետև կարևորը անշուշտ կալ դեսնել, սիրել, նայել, բայց նաև այնպես անել, որ մենք կարողանանք օգնել այս արվեստագետներուն, որոնք մինչև Երևանը Մարսեյ գուկան պետք չէ որ հուսախաբելան, պետք է որ ոչ միայն քաշալերենք զիրենք տիդելով, բայց նաև նույնտապես նաև մեր օգնությամբ մեր նեցուգով։ Այսօր մենք ունեցանք մեր հերթական ցուցահանդեսներից մեկը, որը որ Ֆրանսիա Մարսել քաղաքում, որ արդեն կարելի ասել 90-ական թվականներից մինչև այսօր ունեցել ենք բազմիցս ցուցահանդեսներ Ֆրանսիայում։ Մարսել քաղաքը մենք շատ սիրում ենք, որտեղ ունենք շատ լավ բարեկամներ, ընկերներ։ Նույն ձևով դա հայ թե ֆրանսիացի բարեկամներն են։ Այս պահին ինչ որ գտնվում ենք Ֆրանսիայում մեր ընկերների հետ, մենք ունեցանք 3 ցուցահանդես։ Առաջի ցուցահանդեսը դա Իստրը քաղաքում տեղի ունեցավ ապրիլի 30-ին, երկրորդը դա ուրեմն Լասոտիա քաղաքի ցուցահանդեսներ իրանց սրահում, որ տեղի ունեցավ մայիս 7-ին եւ մայիս 23-ին բացվեց հայ մշակույթի կենտրոն Մարսել քաղաքի մեջ։ Ուրեմն այս կենտրոնը մեզ հարազատ է, մեր տունն է, մեր բոլորի տունն է, բոլոր հայերին է, բայց կարող եմ ասել ոչ միայն հայերի եւ այս տունը ծառայում է համայն մարդկությանը, որտեղ այսօր ցուցահանդեսին կային բազմիցս տարբեր ազգի ներկայացուցիչներ, որ իրենք միշտ բոլորը կարծում եմ եթե լավ առիթ ա լինում ցուցահանդես երաժշտական, թե դա լինի սպորտի, թե գիտական, այսինքն սիմպոզիումներ, բոլորը ներկա են գտնվում։ Ես ուզում եմ խոսեմ մեր ցուցահանդեսի մասին, ուրեմն ասեմ, որ ցուցահանդեսին ներկայացված էին 13 հայ նկարիչներ աշխարհի տարբեր երկրներից, քանի որ սա միջազգային ցուցահանդես է, երկուսը արդեն ոնց որ ասեցի բացվեցին եւ շարունակում է ցուցահանդեսը, եւ սա մեր երրորդ ցուցահանդեսն է Ֆրանսիա այս տարվա մեջ եւ պետք է իմ խորին շնորհակալությունը հայտնեմ բոլոր այն մարդկանց, որոնք որ ունեցան ներդնում իրենց ուժը, իրենց եռանդը չխնայելով, որպեսզի այս ցուցահանդեսը կայանա։ Ուրեմն Հովսեփյան Կարոն ինքը ամբողջ կյանքը նվիրյալ հայ զավակներից մեկն է, որը որ բոլորի հետ ինքը ազնվաբարո է եւ բոլորի հետ ինքը շատ մեծ ներդնում ունի իր ամբողջ կյանքը, ինչքան որ ես ճանաչում եմ երկար տարիներ, այդ տարիների ընթացքում միայն բարին եմ տեսել եւ կարծում եմ, որ այս ցուցահանդեսը մեր բոլորի համար դա
իշարժան օր է եւ տոնակատարություն էր մենք բոլորս ուրախ ենք եւ շնորհակալ ենք որ իրենք կարողացան այս ցուցահանդեսը կազմակերպել եւ պետք է շնորհակալություն հայտնեմ մեր Հիպատոսին Մարսելում Արմիկչյանին որը նույնպես չանք չխնայեց որպեսզի կայանա այս ցուցահանդեսները խորին շնորհակալություն եւ դա խոսում է մի բանի մասին որ մեր մշակույթը ինքը բոլոր ժամանակներում ինքը կյանքի կոչված է եւ ռիթմի մեջ է ամենակարևորը որ տարբեր երկրների հայ նկարիչներ որոնք ցուցադրում են դա Հայաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, տարբեր երկրներից, որոնք որ ներկա գտնվեցին եւ այս ցուցահանդեսը եղավ, դա առաջինը չի։ Եվ ուզում եմ որ բոլոր ժամանակներին ինչ որ կատարվում է եւ դա մեր մշակույթը որպես դա լինի դրսում եւ պետք է ասեմ որ դա դուրս ասելով հայ եւ Ֆրանսիա բարեկամության նվիրված ցուցահանդեսների շարքից մեկն է արդեն սա երրորդն է այս տարվա մեջ խորագիրը այդպեսին էլ կա հայ-ֆրանսիական բարեկամությանն է նվիրված ու այդպես էլ պետք է մենք կարողանանք մեր շարունակությունը շնորհակալ եմ բոլորին ովքեր որ ջանք չեն խնայել որպեսզի այս ցուցահանդեսը կայանա եւ մենք էլ մեր բոլոր ջանքերը դնում ենք որպեսզի ել ավելի լավ ցուցահանդեսներ եւ ունի շարունակություն բնականա հաջորդ ամսվա մեջ պետք է ունենանք հաջորդ ցուցահանդեսները անպայման լուր կունենանք որ քաղաքներում եւ որ տարածքներում մենք անպայման կներկայացնենք շնորհակալ եմ